Բարև ձեզ։ 1965 թվականին Հայաստանի խորհրդային իշխանությունը որոշում կայացրեց կանգնեցնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող նվիրված մեծ ոճրագործության 50-րդ տարելիցին։ Հենց այդ տարի Երևանում սկսվեցին նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված զանգվածային ցույցերը։ Ճարտարապետներ Արթուր Թարխանյանի և Սաշուր Քալաշյանի հեղինակությամբ 2 տարի անց հուշահամալիրը վերխոյացավ և արդեն 60 տարի է համարվում է համայն հայության ուխտատեղի։ Այս ամռան վերջին օրերին Ծիծեռնակաբերդի բարձունքը մարդաշատ էր, բայց այս անգամ մարդկանց այստեղ էր բերել ոչ թե հարգանքի տուրք մատուցելու յուրաքանչյուրի մղումը, այլ զայրույթն ու մտահոգությունը կապված ընթացող շինարարական աշխատանքների հետ։ Ինչ աշխատանքների մասին է խոսքը, ինչն է դարձել հանրության վրդովմունքի առարկա և ինչու են աշխատանքները մեկնարկել հենց հիմա։ Այս հարցերի շուրջ ենք այսօր բացառիկ հարցազրույցի շրջանակում զրուցելու պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Դեմոյան, շնորհակալ եմ մեզ մոտ հյուրընկալվելու համար։ Պարոն Դեմոյան, այն, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում նախատեսվում էին հիմնանորոգման աշխատանքներ, տեղյակ էինք դեռևս անցյալ տարվանից, երբ Թանգարան ինստիտուտի ներկայիս տնօրենը և ճարտարապետ Սաշուր Քալաշյանը հանդես եկան հայտարարությամբ և ասացին, որ նախատեսվում է երկփուլ հիմնանորոգում, որը ներառելու է ջրահեռացման, կանաչապատ տարածքների կաթիլային ոռոգման համակարգերի վերանորոգում, ինչպես նաև մույթերի սալաքարերի հիմնանորոգում։ Խնդրում եմ ասեք, հասկանանք ամենասկզբից, արդյոք հիմնանորոգումը արդեն օրհասական էր և խնդիրը հենց այս պահին ենթակա էր լուծման։ Իրեք հուշահամալիրի տարածքում Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի մասնաշենքի հետ պարբերաբար առաջանում են այդպիսի խնդիրներ։ Օրինակ 11 տարի ես այնտեղ պաշտոնավարում էի, գոնե 3 փուլ ես հիշում եմ, որ մասնակի կամ հիմնավերանորոգում այդպիսի աշխատանքներ եղել են եւ մասնաշենքի հետ կապված եւ հուշահամալիրի հետ կապված։ 2000-ականներին 2003-ին ես այնտեղ տնօրեն չէի, բայց լիսի հիմնադրամով այնտեղ եղավ հիմնավերանորոգում, որը ժխտվում է, իդեպ շատ հետաքրքիր դրվագ է։ Պարբերաբար, այսինքն վերին հարտակի, գիտեք, 1995 թվականին կարելի համարել, որ սա Հայաստանի, անկախ Հայաստանի 3-րդ հանրապետության առաջի շենքերից մեկն է։ Եվ տեսեք, 3-4 տարի կապիտալ շինարարության դատարից հետո շինարարությունը իրականացվել հապշտապ, իդեպ ձմեռային պայմանների օրոք եւ 95 թվականի ապրիլի 24-ին դա պետք է բացվեր։ Պատկերացրեք, այդ եղանակային պայմաններում շինանյութ չի եղել եւ խնդիրը միշտ առաջացել։ Ես նկատում եմ թանգարանի մասնաշենքի հետ կապված։ Հիմա որ հիմնավերանորոգում կամ ինչ որ կտուրի հետ կապված խնդիր կա, թեկուզ եւ 10 տարի անց նոր մասնաշենքի պարագայում, չասեմ, որ դա շատ բնական է, դա բնական չի, բայց շինարարի թերությանը կարող ենք վերագրել հորդ անձրևներին, հորդառատ, որ վերջին շրջանում եղավ, կարող ենք վերագրել նաեւ ոռոգման ջրի ուղղորդման ոչ ճիշտ, տեսանք նաեւ վերջի դրվագը, որ ջուրը գնում է ուղղակի հուշահամալիրի տակ։ Այդ խնդիրները լինում են։ Ամբողջ խնդիրը այն է, ով է դեմ հիմնավերանորոգման, ոչ ոք դեմ չի ասել։ Տեսեք, ամենամեծ մանիպուլյացիան ստոր աշխատավոճը, որը որտեղ գրվեց եւ նախարարության կողմից իդեմս նախարարի եւ թանգարանի տնօրինության, այդ թվում նաեւ նախկին տնօրինության անդամների կողմից, դա այն էր, որ մեղադրում էին քննադատող կողմին, այլ թվում նաեւ ինձ, որ իբր մենք դեմ ենք որևէ նորոգման, հիմնավերանորոգման աշխատանք իրականացնելուն։ Իրականում թե հանրության ներկայացուցիչները, թե ճարտարապետները, թե ես այնտեղ գտնվելով որևէ մեկ անգամ մեր խոսքում, մեր գրառման մեջ դեմ չենք եղել հիմնանորոգմանը։ Խնդիրը, պրոբլեմը, ողբերգությունը իրականացման ձևերի մեջ է եւ մենք տեսանք ինչպիսի այլանդակ դրվագներ կա այդ հիմնավերանորոգման անվան տակ։ Եվ որոնք էին այդ դրվագները։ Նախագծի մեջ արձանագրված սևով սպիտակին գրված աշխատանքը իրականացվել է բոլորովին այլ ձևով, ինչը ճարտարապետը անվանեց հրեկոբար։ Իմիջիալս հենց ճարտարապետին էին հղում կատարում, որ տեսեք ինքը ամեն ինչ վերահսկում, ինքը ամեն ինչ տեղյակ է, այլ ով, եթե ոչ կառուցող, նախագծող ճարտարապետն է, հա, այդ ամեն ինչին տեղյակ։
փորձեցին Սաշուր Քալաշյանով պաշտպանվել, բայց Սաշուր Քալաշյանը շատ պարզ ասեց, որ հռի կոպալ գործ են արել, չունեն իրավասություն, հուշարձան, վերական հանրապետական նշանակության հուշարձանը, հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը տենդերով տվել են մի կազմակերպության, որը որևէ փորձ չի ունեցել եւ ունեցած տվյալներով հանրության շրջանում դա շրջանառվեց, բոլոր աշխատանքները, որ իրականացվել է տենդերը շահած ընկերության կողմից խնդրահարույց են եղել։ Ուրեմն տեսեք ինչ աստիճանի փնտի անպատասխանատու կրավորական վերաբերմունք է եղել հայոց ցեղասպանության հուշահամալիրի հանդեպ որպես ամբողջություն, որ նախարարությունը չի հետաքննել, թե ինչ աշխատանք է մինչ այդ կատարել այդ ընկերությունը, ամենամեծ հանցագործությունը, որ չի ունեցել հուշարձան վերականգնելու փորձ եւ չի վերահսկել, թե ինչ ձևով են իրականացնում, ովքեր են այդտեղ աշխատում, որակյալ բանվորական ուժ կա թե չէ, անվտանգության պայմաններ կա թե չէ, որ բանվոր, ասենք, չզոհվի այնտեղ շինարարական աշխատանքի ժամանակ, այդպիսի նախադեպ եղել է 95 թվականին Ցավոք Սրտի թանգարանի շենքը կառուցել ժամանակ 2 զոհ եղել։ Ուրեմն այս ամեն ինչը ինչքան բոբիկ պետք է եւ անպատասխանատու, որ նույնիսկ այդ մեղքերը չընդունելու, սխալը իրագործած թերությունները չընդունելով փորձեն հակադարձեն եւ մանիպուլացնելու ամբողջ հանրային գիտակցությունը, հանրային ուշադրությունը, շեղելով դրանք, փորձեն մեղադրել իսկապես տեղին քննադատություն, իրենց իսկ փաստաթղթերի վրա հաղում տալու քննադատություն իրականացնող քաղաքացիներին։ Պարոն Դեմյան, հանրության շրջանում աղմուկ բարձրացավ հատկապես այն բանից հետո, երբ այդ հավերժության տաճարի նյութերը ապամոնտաժվեցին այն հավաստիացմամբ, որ համարակալվելու են եւ հետո այդ ջրահեռացման համակարգի վերանորոգումից հետո տեղադրվեն։ Իդեպ նույն Սաշուր Քալաշյանը ասաց, որ այո, ինքը վերահսկում է եւ խորհուրդն ու տեսքը չի փոխվելու որևէ կերպ։ Այդ դեպքում հասկանանք, թե որտեղից այդ վրթովմունքը հատկապես հանրության շրջանում, որովհետև իսկապես մարդաշատ էին այդ օրերին։ Մանրամասնեմ որտեղ է խնդիրը, այդ թվում նաև հակադարձելու եմ, ստիպված եմ հակադարձել Սաշուր Քալաշյանին։ Այն, որ հուշարձանը իր կոնտուրայով, այսինքն ձևով փոփոխության չի ենթարկվում, այնտեղ բալկոն չի ավելացվում, հարկ չի ավելացվելու, անկյունը չի փոխվելու, դա հասկանալի է, ճարտարապետորեն դա հնարավոր չի, բայց այն, որ մենք չենք ունենա հանրապետական նշանակության հուշարձանը իր նախնական տեսքով, այսա պետք է հանրությանը բացատրենք։ Ես ինչ նկատի ունեմ, այն քարը, որը դրվել է սալիկը, երեսպատման սալիկը, որը դրվել է 66-67 թվին, սա վերջնափուլն է, 65-ին սկսվել, բայց 66-67-ին դրվեցին քարերը, բերված բազալտը դա ունի որոշակի տարիք եւ դա հուշարձանի մասն է, այսինքն հենց հուշարձանն է։ Դա վերածվել է խճազանգվածի, այսինքն չի վերականգնում։ Այն ինչ որ բերելու են, դա լինելու է նոր։ Պատկերացեք եկեղեցին, ասում են վերականգնի, դու ամբողջ քարերը ջարդում ես, որը դրվել է միջնադարից, պատկերավոր եմ ասում, ասենք 1000 տարի առաջ, եւ ասում հիմա նոր կտրած քար ենք բերելու, դնենք տեղը։ Այսինքն մտավախությունն այն է, որ այդ քարերը չեն վերականգնվելու եւ տեղադրվելու։ Ինքը չի կարող վերականգնել, որովհետեւ տվել են այդ բանվորներին, աշխատանքային միգրանտ, էժան աշխատուժ բերել են այնտեղ, լեզու չհասկացող, պերֆորատորը այդ գործիքը, որը չպետք է կիրառվեր այդտեղ, տվել են ամբողջ այլանդակել են, այն քարը, որ չի անջատվել բետոնազանգվածից եւ ջրահեռացման խնդիր չի ունեցել որպես այդպեսին, որովհետեւ տեսնում եք, որ սետ աճված է։ Այդ ամեն ինչը խճազանգված են վերածել։ Հուշարձանի տարածքը վերածել են շինաղբի աղբանոցի, տեսանք դա, Անահիտ Թարխանյանի տեսանյութից դա երևում էր։ Աղբանոցի էր վերածված, այն տեսան, այն պատրատը մեկուսացնող այդ բաները, թաղանթները, կապույտ, որը չգիտեմ, որ ամենավերջին մակարդակի շինարարական օբյեկտում նույնիսկ չէին օգտագործի։ Ուրեմն ջարդվել է հուշարձանի բուն բնօրինակ հատվածները։ Եթե վերականգնենք, այո, ձևը կմնա նույնը, բայց բովանդակային առումով դա այն նույն քարը չի, ինչ որ 60 տարի առաջ է, որտեղ դա արդեն ավերակ է։ Եվ դա արդեն քրեական գործ պետք է հարուցվի հուշարձանին հասցված վնասի համար։ Ինչքան ասել կվերանորոգենք, կտեղադրենք, դա նույն քարը չի։ Շատ բարձ բացատրում ենք, նախարարին չի հասնում այդքան բանը, որ բացատրում ենք, որ դուք վնասել եք, դա քրեորեն պատժելի արարք է, չեք վերահսկել, տվել եք նաև այն շինարարական ընկերությանը չվերահսկելով հանդերձ, որը չի ունեցել փորձառություն, չեք վերահսկել, թե ինչ աշխատաեղանակով է դա արվում, ինչ աշխատուժ է դա կիրառում այդ աշխատանքն իրականացնում, եւ ստերի մի ամբողջ շարան։
դուք ամեն օր գնացել վերահասկել եք տիկին նախարար, իհարկե ոչ, եթե դուք վերահասկեք 2-3 ամսվա ընթացքում այդ տեսարանը տեսնելով նախ կսարսափեք, եթե հասկանաք տեղի խորհուրդն ու նշանակությունը, կդադարեցնեք, հետաքննություն կանցկացնեք, թե ով է թույլ տվել այսպիսի բան, եւ հետո նոր կխոսեիք նոր հանձնաժողով ստեղծելու մասին։ Հիմա տեսեք հանցագործության դրվագ ինչպես է արձանագրվում։ Այս կետից սկսած դատարեցված աշխատանքները, ինչի մասին է դա խոսում։ Դա վկայություն է այն բանին, որ խնդիր կա, չէ՞։ Գոնե մեղմ ձևակերպ, որ խնդիր կա, որ աշխատանքներն դատարեցվեն։ Եթե աշխատանքները իրականացվեին ճիշտ ձևով, գրագետ, ըստ նախագծի, խախտված է նախագծի պայմանները, հաստատված, ուրեմն աշխատանքները չէին դատարեցվում։ Մեկ մեղադրանք, երկրորդ մեղադրանք, նախարարը հայտնվեց բողոքից հետո այնտեղ, իհարկե հրշեջի կարգավիճակով, հրդեհ մահելու համար, հանրության շրջանում բորբոքվող, եւ ասեց կարիք կա նոր հանձնախումբ ստեղծել։ Ուրեմն եթե բողոքը չլիներ, շարունակելու են ջարդել ավերել, նախարարությունը չէր վերահասկելու, չէր գա նախարարի հետ եւ չէր հայտարարի, որ ուրեմն խնդիր կա, չէ՞ որ նոր հանձնախումբ է ուզում նախարարը ստեղծի։ Չէ, խնդիր կա։ Եվ երկրորդը այդ տեսարանը տեսնելուց հետո, արձանագրելուց հետո, այդ մետաղյա գամերը հուշարձանի մեջ, այդ ջարդ ու կտուր արած բնօրինակ քարերը տեսնելուց հետո փոխանակ հետաքննություն սկսելու, մեղավորներ փնտրելու գոնե ամբողջովին լծվեցին թե նախարարությունը, թե թանգարանի ղեկավարությունը իդեմս Էդիտա Գզոյանի տնօրեն եւ նախկին փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի, գիտեք, հանրային հեռուստա ընկերություններով անմիջապես դռները բացվեցին արտահանալու, գիտենք կապը ինչու համար պետք է հանրայինը ծառայեցվի ԿԳՄՍ-ի շահերին, շատ պարզ է, շահերի բախում եւ կոռուպցիա, բառերը հնչեցնենք, որ եթե անպայման լինի, Էդիտային տրվեց հնարավորություն ոչ մի մարդ չխոսեց բողոքող կողմից, որոնք դեմ չէին հիմնավերանորոգմանը, նորից եմ կրկնում։ Իրենք ասում են չի կարելի այսպես անթույլատրելի է։ Եվ իհարկե նախկին տնօրեն Սուրեն Մանուկյանը, որը գրառումներով փորձում էր էլի մեղադրել բողոքողներին, որ մենք չենք ուզում հիմնավերանորոգվի։ Հիմա գանք մի կարևոր հարցի։ Այդ բյուջեն իրոք իսկապես պետք է մոտ $2 միլիոն չափ հատկացնել եւ ինչ կարգի աշխատանք կար այնտեղ։ Գոնե ես չլինելով ճարտարապետ, բայց 11 տարի այդ հուշարձանի խնդիրները գիտեմ, թանգարանի խնդիրները գիտեմ, եւ շինարարական պրոբլեմատիկ հատվածների եւ այլն։ Ես ուղեկցեցի հանրության ներկայացուցիչներ կար եւ ցույց տվեցի խնդիրները, սա ինչի համար, որովհետեւ ես չեմ ասում, որ խնդիր չկա։ Ես դեմ չեմ նորոգման, բայց այդ ուռճացված բյուջեն $2 միլիոն հատկացնել, որը չի կարող նախագիծ կարտալ եւ իրականացնել ըստ նախագծի մեկ քարի ապամոնտաժում, ըստ նախագծի հողում եմ տալիս։ Տիկին նախարար թող ուշադիր լսի եւ մի հատ նորից կարտա։ Մեկ քարի ապամոնտաժումը $400,000 դրամից ավելի, այսինքն մոտ $1,200 նախատեսվել է քարը ապամոնտաժել համարակալումով կամ առանց, նշանակում է չպետք է խճազանգվածի վերածել հուշարձանի մասը։ Հանել, ինչպես դա 2003-ին էր արվել, ուսումնասիրել, կա ջրի խնդիր, որը հակառակ կողմի երեսպատման քարի վրա է ազդում եւ քայքայում։ Այսինքն արտաքինը եթե պետք է ապամոնտաժվեր, ապա նորից պետք է դրվել, որովհետեւ առաջին արտաքինի խնդիր չկա, ինքը թեք է, ջուրը հոսում է 30-40 աստիճանի տակ, ջուրը հոսում է, մանավանդ 10 սանտիմետրանոց բազալտ քար է, իսկ ներսում մոտ 1 մետր հաստությամբ բետոն է։ Այսինքն ջուրը ուշքան էլ որ ուզենա միլիոն տարի էլ այդ բանը չի կարող ծագել անցնել հակառակ կողմի քարը քայքայել։ Հետևաբար ես այստեղ տեսնում եմ պարզ կոռուպցիոն սխեմա։ Հանել դնելու վրա ուսումնասիրելու մեկ քարը հաշվել $1,200, դա փողերի լվացում կարող է լինի։ Ես չհաստատագրի փողերի լվացում է։ Ես ասում եմ շատ հանգիստ կարելի է ուսումնասիրել իրավապահմաններ մահացած արտահայտության համակարգի։ Կարող են գնալ տեսել, լավ, ինչու է այսպես բան արել։ Այն հատվածը, որտեղ է ջուրը խնդիր չունի, ինչու ապամոնտաժման կետ կա, իսկ ոչ միայն ապամոնտաժումը գրագետ չի կարել, հերն անիծել եք հուշարձանի, ջարդելով արտաքին երեսպատման սալերը, որպեսզի խնդրի լուծեք հակառակ կողմից։ Խնդրի լուծման բանաձևը հետևյալն է։ Ընդհանուր առմամբ քարաթափման խնդիր որպես այդպեսին չկա, այն օրհասական լացակումած տեքստերը, որ ալպինիստներ են բերել, երկու քար կա, որը տեղաշարժվել էր ընդամենը ուշադրություն 1-ից 1.5 սանտիմետր։ Եթե քարը 10-ից 12 սանտիմետր քարը կարող է ընկնել, տրամաբանություն, իհարկե ոչ, չէ՞, բայց դա չի նշանակում, որ խնդիր չկա։
Ուրեմն այդ քաղաքը պետք է տեղադրվի, նույնիսկ այդ 1.5 սանտիմետրը, որը տարի կարող էր սառույցի տեսքով սեղմելով դուրս բերել երեսպատումից եւ արդեն վտանգ ստեղծեր։ Խնդիրը 2-ից 3 քարի մեջ ուշադրություն, 2-ից 3 քար։ Հակառակ կողմում, որտեղ իսկապես կա բազալտիկ հայկայման տեսարան ենք մենք տեսնում, հա։ Տեսնում ենք նաեւ երեսպատման հատակի հատվածում 4 երեսպատման հատակի սալել բազալտից նույնիսկ, որը կարելի էր փոխել շատ հեշտ, առանց նույնիսկ երևալու այնտեղ պետք չէ շինարարական ինչ-որ բաներ բերել։ Իսկ ներքին հատվածի քայքայված բազալտային հատվածը, տեսեք, դա շատ հաստ է։ Մոտավորապես 40, երբեմն նաև 50 սանտիմետրի հաստություն ունի։ Եթե սա հանեք, ամբողջ հուշարձանը կավերվի ներսից։ Ուրեմն ինչ լուծում պետք է գտնվեր։ Պետք է տաշել ընդամենը 5 սանտիմետր խորությամբ 5-ից 6 եւ դրա տեղը, իհարկե գույնը ուրիշ կլիներ, ոչինչ, բայց հաջորդ 50-60 տարվա համար մեկ գործողություն, որը 20 անգամ ավելի էժան բյուջե պետք է ենթադրեր։ Հա 20 անգամ պակաս ներողություն 20 անգամ պակաս բյուջեով հարցը կլուծվեր առանց հանրային այսպիսի խնդրի, առանց խայտառակվելու աշխարհում մեկ, առանց հուշարձանը հոշոտելու։ Արդյունքում ինչ է մնում։ Մնում է $2 միլիոն բյուջեի հարցը իրավապահ մարմինների։ Մի հատ ուսումնասիրեք, կար այդպիսի խնդիր, թե չէ։ Կար այդպիսի խնդիր, երբ որ չի վերահսկվել աշխատանքները, ստեղծվել է նոր աշխատանքներ իրականացնելու պահանջ, որ արդեն պետական բյուջեի մսխում է, բայց արանքում ամենագլխավոր հարցը դա բարոյականն է։ Վերաբերմունքը հայոց ցեղասպանության հուշահամալիրին, թանգարանին վերաբերմունքը մենք տեսանք 2018 թվականին։ Այլանդակությունները, որ արվեցին այնտեղ իշխանության գալուց հետո եւ իմ գործողումից գալուց հետո, հիշում եք ինչ այլանդակ վարկ ու բարկ ներխուժում, աղմուկ աղաղակ թանգարանի շուրջ եւ այդ ամեն ինչը ով արեց Արայիկ Հարությունյան, որը թանգարանի անունը չգիտեր։ Մշակույթի կրթության եւ մշակույթի նախարարը, գիտեք, գիտության եւ մշակույթի իր հանրային ելույթներում իհարկե ոչ մեկ չի եկել հուշարձան եւ թանգարան։ Դա իրենց համար անցանկալի տեղ էր, գիտեք ինչու։ Որտեղ Արայիկ Հարությունյանը մասնակցել էր 4 տարի հայ-թուրքական երիտասարդական բարեկամության ինչ-որ ծրագրի, Ստամբուլ էր հաճախում, ուներ դերձակ անձնական նույնիսկ վերջի տվյալներով հրապարակված եւ սրա համար հենց սրա համար եմ ասում, որովհետեւ միայն այդպիսի օրգանիզմը կարող է հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը անվանել Եղեռնի տուն թանգարան։ Հրապարակվելու։ Ուրեմն մարդը չի հասկանում տուն թանգարանի իմաստը, լինելով մշակույթի համար պատասխանատու։ Նույնը գանք նաև այս վերջինին, հա, Ժաննա Անդրեասյան։ Ազգային ժողով Ժաննա Անդրեասյանը հայտարարում էր վերջի 60 տարիներ, ավելի քան 60, ավելի հստակ ասեմ, իր մեջբերումը։ Վերջին ավելի քան 60 տարիների ընթացքում հուշարձանը չի հիմնավերանորոգման չի ենթարկվել։ Սուտ է, բայց սովորական սուտ չի։ Հուշարձանը ընդամենը 58 տարեկան, այսինքն չի կարող մաթեմատիկորեն 60-ից ավելի տարվա ջրահեռացման համակարգ չի ունեցել։ Եվ գիտեք, դա էլ խնդիր է, նույն ճարտարապետը դա չի մանրամասնում եւ ես ցավում եմ այս դրա համար։ Դուք պատկերացնում եք ջրահեռացման համակարգ հուշարձանի մեջ, որը բնակելի շենք չի։ Այո, ինչ որ խողովակներ կարելի է թողնել, ինչ որ մի բան, բայց աղճատել ինչ որ ներքին բան կարելի է, բայց այդ ներքին փոքր խնդիրը հարցը լուծելու համար, ասում 50 տարվա համար հետագա կարելի է լուծել տաշելով նոր երեսպատման սալիկով, այսօր կպչուն նյութեր կան, բարեբախտաբար շինարարական այդ գործի մեջ մարդիկ որ կան, գիտեն, քարի նույնիսկ սոսինց կա։ 4-ից 5 քար լուծելու համար կարելի է $50,000 բյուջեով այդ հարցը լուծել առանց աղմուկ աղաղակի, բայց նախարարության հաշիվները բոլորովին այլ է եղել։ Պարոն Դեման, կայծակնային արագությամբ մամուլում շրջանառվեցին նաև լուրեր, որ այս հիմնանորոգման եւ բարեկարգման պատրվակով իշխանությունը փորձում է ապամոնտաժել առհասարակ ծիծեռնակաբերդը։ Սրա համար թերևս հիմք ծառայեցին նաև Նիկոլ Փաշինյանի հայոց ցեղասպանության պատճառների, դրա միջազգային ճանաչման անհրաժեշտության, Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգից առհասարակ դուրս հանելու մասին նրա առնվազն տարօրինակ հայտարարությունները։ Եվ այստեղ եկեք նկատենք,
ասենք, որ այս օրերին նաև կառավարությունը, ինչպես գիտեք, որոշում կայացրեց, որ նոյեմբերի 1-ից պետք է Հայաստանի այդ սահմանահատման կնիքում, որը տրվում է անձնագրերում, հա, հեռացվի Ալատ լեռան պատկերը։ Այս ամբողջ, եթե վերցնենք խճանկարը, միացնենք, ինչ կստանանք։ Որն է միտումը այս ամենի, այս ամբողջ գործընթացի։ Եք ծիծաղել եմ որն է, որ անցյալ տարի, երբ որ աղմուկ եղավ ինչ-որ քաղաքական հարցի շուրջ, ներկա կոնգլոմերատը մեղադրում էր նախկին իշխանություններին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի զինանշանի վրայից Արարատը հանելուց։ Հիմա ինչով են արտահանում, ասում են դա իրական Հայաստանի որոշումն է այդպիսի բան հանելու։ Հիմա չգիտեմ ով պետք է առաջին հերթին դիմի բուժօգնության, համապատասխան հիմնարկություններ կան, բայց գանք հերթով, ինչպես ասում են։ Նիկոլ Փաշինյանը հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտող անձն է, որը այսօր զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ Նիկոլ Փաշինյանը այն անձն է, որը ստորագրություն է դրել նոյեմբեր 9-ի տխրահռչակ հայտարարության տեքստի տակ, հայտարարելով մինչ այդ, որ արցախահայության դեմ իրականացում է նոր ցեղասպանություն, իր բառն է, ֆրանսիական լրատվամիջոցներին հիշում եք պատերազմի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը այն նույն մարդն է, որը մեկ ամիս առաջ հայտարարեց, որ խաղաղության գլխավոր երաշխիքն ու պայմանը ինքը գտել է, որ Ալիև այդ այն համաձայնության գալն է, որ արցախահայությանը պետք է պարպել Արցախից, հա, այնտեղից պետք է դուրս գալ։ Այսինքն, այո, առողջա շարժումը չի։ Մենք խոսում ենք ծանրագույն հանցագործության մասին, հայտարարության մասին։ Էթնիկ զտման ցեղասպանական գործողության, սա թող Թանգարան ինստիտուտի աշխատակիցների ականջին հասնի, որ լուրջ տարան հենց այդ հայտարարությունը։ Դա կոչվում է նպատակադրության intention անգլերեն, ցեղասպանագիտություն եմ նորից դասախոսություն, թիրախը գիտաշխատողներն են Թանգարանի։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իր նպատակադրությունը հրապարակեց post factum եղելությունից հետո, ինքը հայտարարություն տվեց ծանրագույն հանցագործության մեջ մեղսակցության մասին, որը պետք է, եթե ոչ հայկական ռազմական ատյանը կամ որևէ այլ քաղաքացիական ատյան տրիբունալը հետաքննի ապագայում, ապա դա միջազգային տրիբունալով նաև հետաքննելու հարց է։ Այսինքն հանցագործ ցեղասպանություն իրականացած կողմի հետ համաձայնություն է եկել, որ պետք է արցախահայերը դուրս գան, այսինքն ենթարկվեն էթնիկ զտման, մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի։ Հիմա այս անձը այսպիսի հայտարարությունների ցեղասպանության պատմական փաստի շղթում քննարկելիության հարցի մեջ տեղ բերում, դա ժխտողականություն է կոչվում։ Դա լուրջ տարան նորից Թանգարանը, լուրջ տարավ նաև Պատմության ինստիտուտի գիտաշխատողների ակադեմիայի, հա, որևէ խոսակցություն, բացի չգիտեմ, երևի ես էի տարօրինակ եւ աննորմալ, որ այդ ամեն ինչը նախ կարդում եմ, վերլուծում եմ եւ հանրությանը իրազեկում եմ, թե դա ինչ է նշանակում։ Եվ այս ամեն ինչը, այս աղմուկ աղաղակը ունի նաև ոչ պատահական համընկումներ։ Հիշում եք, երբ որ այրում էին Թանգարանի կողքը ցեղասպանության պատկերներով լուսանկարներ, դա հանրայնացվեց, կրկին զարմանալի էր, թե ինչպես այնտեղ հայտնվեց վկայականով լրագրողը, ճիշտ այն օրը, երբ որ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Անկարա Էրդողանի երթնակալությանը մասնակցելու համար։ Հիշում եք։ Մեկին մեկ նույն օրը այդ աղմուկը բարձրացավ։ Հիմա Ծիծեռնակաբերդի այս քանդել ավերել ջարդելու եւ հանրայնացման աղմուկն էլ ճիշտ համապատասխանեց Չինաստանում ձեռքսեղման հայտնի արարողությանը, Աննա Հակոբյանի, Մեհրիբան եւ Թուրքիայի առաջին տիկնոջ եւ Քլիչ եւ փոխնախարար Ռուբինյանի հանդիպումը սահման հատվածում։ Ճիշտ կարծես սցենարով, ճիշտ նույն սցենարով, ինչպես Աննա Հակոբյանի շապիկներ, հիշում եք Էյնշտեյնի, երբ որ պարպումից առաջ, այսինքն իր ամուսինը, որի հետ գրանցված չի, ինչքան որ գիտենք, Ալիև հետ եկել էր համաձայնության, որ արցախահայերը պետք է դեպորտացիայի ենթարկվեն, շապիկի բանը դա ցուցիչն է, որում նույնպես կարող է իրեղեն ապացույց լինել ռազմական տրիբունալով, Աննա Հակոբյանի այդ շապիկը եւ գիրքը որ կարդում է, որով ակնարկվում էր Էյնշտեյնի այն բանը, որ լքելը հայրենիքից դեռ ողբերգություն չի, կարևորը դու տանես մտքեր եւ կարողանաս իրականացնել։
Ուրեմն այստեղ նաև խնդիր ունենք մենք անվտանգության հետ երկրի։ Մենք չենք ապրում լիովին անվտանգ երկրում, որովհետև չունենք անվտանգության համակարգ եւ դրա համար պատասխանատու մարդիկ, որովհետև եթե ունենայինք այդ համակարգ, ապա այսպիսի գործողություններով չէին ակնարկվի ցեղասպանության մասին, չէր ժխտվի հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ բացի բաց չէր հայտարարվի, որ ես ինքս համաձայնության եմ եկել հայության մի հատվածին կրկին ցեղասպանություն ենթարկելու համար։ Եվ կարծում եք, պարոն Բեմարյան, այս լռությունը ստեղծված վախի մթնոլորտի հետևանք է, թե այսպես բոլորը արդեն լուռ համաձայնվել են այն բոլոր մտքերի հետ, որոնք հնչում են մեր իշխանության կողմից։ Հոգեբանական, սոցիոլոգիական, քաղաքագիտական տարբեր մեթոդներ կարելի է կիրառել, բայց եթե պարզ լեզվով բացատրեմ թե ինչ է եղել, այսօրվա կոնգլոմերատը, խունտան, որը եկավ իշխանության, որին բերեցին նախապատրաստելուց հետո հանձնեցին իշխանություն, որպեսզի այս գործողությունը իրականացվի, ես չգիտեմ ինչ ճակատագիր է նրանց բոլորին սպասվում, կարող է ինքնաթիռ ընկնի, կարող է մեկ սենյակում գազի արտահոսք լինի եւ այլն, աշխատանքը կատարելուց հետո հեռացնում են հետքերը։ Դա հին սովետական ձեռագիր է։ Եվ մենք խոսում ենք այն մասին, թե ինչ պետք է լինի հետագայում եւ ինչն էր պատճառը լռության, չէ՞։ Լռության պատճառը շատ պարզ է։ Պատերազմ պետք է լիներ, որը սպասարկեց Նիկոլ Փաշինյանը, վաղօրոք հոյակապ գիտակցելով, թե ինչ է լինելու ելքը։ Առաջի բառը հիշում եք, որ ասեց եկեք պայմանավորվենք, այն պարտության բանաձևումը տեղից եկավ, չէ՞ որ պարտվելը լավ է, հաղթանակը միշտ չէ որ հաղթանակ է, որ լավ է եւ այլն։ Ուրեմն պարտության տրավման եւ սարսափը բնական է, որ եւ անհատ անձը հասարակության մեկ միավորը եւ հասարակությունը որպես ամբողջություն ինքը տրավմատիկ փորձառություն է ձեռք բերում։ Դա կարող է երկրաշարժը լինի, բնական աղետ լինի, պատերազմ չի ուզում ոչ ոք, այստեղ մանիպուլացում, կապիտալացումը այս վախը խաղաղության մասին խոսելով։ Իրենք այնքան ցինիկ են, որ այդ խաղաղությունը վաճառում են, չեղած ապրանքը վաճառում են տրավմա տարած իրենց սպասարկած պատերազմի արդյունքում տրավմա տարած հասարակությանը։ Ես հասարակությանը կարող եմ մեղադրել լռության համար, բայց ես նաև հասկանում եմ մարդիկ ինչից են վախենում։ Մարդիկ չեն ուզում այն ստրեսը, որ 44 օր ով պետք է զոհվի, այդ շարքը տղեկի լուսանկարների, որ այսօր իրան կողկրտում են ցեխոտ ոտքերով, նրանց զոհվելու օրը, նրանց հիշատակը խնկարկելու օրը համերգներ ու ֆեստիվալներ են իրականացում, այս ամեն ինչը հասարակության վրա են իրենք ծիծաղում, ձեր վախերի վրա են ծիծաղում, հենց ձեր վախը վաճառում են հենց ձեր վրա խաղաղություն անող փաթեթավորված մի բամբանյար կա, որի մեջ ոչ մի բան չկա, դատարկություն։ Եվ պարոն Բեմարյան, ամփոփենք մեր զրույցը ձեր Facebook-յան գրառմամբ, երբ բարձրացել էիք բարձում ծիծեռնակաբերդի եւ աշխատանքներին ականատես լինելուց հետո գրառում էիք կատարել պահանջելով տիկին նախարարի Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։ Ինչ արձագանք կտավ ձեր գրառումը։ Ես ասում եմ, որ բավական մեծ արձագանք ստացավ, որտեղ շատ տրամաբանական է։ Ժաննա Անդրեասյանին 4 կետեր մեղադրանքի առնվազն գոնե ես, գուցե մյուսներ ավելի բաներ գիտեմ, բայց ես 4 կետերը նորից հնչեցնեմ։ Հուշարձանի նկատմամբ նման հանցավոր վերաբերմունքը, հանցավոր եւ փնտի գործելավոճը, ամփոփություն նաեւ, որը բերել է նման հետևանքի, որը նաեւ ֆինանսական կորուստների բերելու եւ կարող է կոռուպցիոն ռիսկ, սա մեկ կետ։ Երկրորդը դասագրքերը 3-րդ տարի շարունակ ես խոսում եմ միայն պատմության դասագրքերի, մյուսների խնդիրներից ես գիտեմ, բայց ես իմ մասնագիտական շրջանակում ես առանձին գրախոսել եմ 7-րդ դասարանի դասագրքը առանձին հեղինակային, ես ստորագրել եմ ընդհանուր կոլեկտիվ գրախոսություն, որ դա աղբ է, Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի պատմությունը հանրակրթական դպրոցի դասագիրք աղբ է դա, 8-րդին եմ առանձին գրախոսել անցյալ տարի, ասել եմ, որ սա անընդունելի է նման որակով դասագիրք մտնի դպրոց։ Եվ վերջերս նաև հրապարակեցի 9-րդ դասայի խայտառակություն 7 հոգի, 7 պատմական գիտությունների տեխնացու, կատարյալ ֆիասկո, կատարյալ խայտառակություն։ Ուրեմն նորից հաստատակամորեն նախարարությունը մասնակցային դպրոց կոչված ինչ որ մի հատ ՀԿ-ի միջոցով կրթական
կոռուպցիա ակնհայտ է երևում, որ մեկ տապալում, երկրորդ տապալում, երրորդը նորից նույն ՀԿ-ն է մտնում դաշտ։ Միտումնավոր արդեն է։ Այստեղ կոռուպցիա բառը մեղմ բառ է, էլի, դա պետք է հետաքննել եւ մարդիկ պետք է ազատազրկվեն ուղղակի։ Եվ այս 7-ից ոչ մեկը հեղինակությունից չհրաժարվեց, ես պայմանաժամկետ էի տվել, որտեղ արդեն տեսնում էի, որ դա խոտան է։ Խոտան է։ Դու անունը դրել ես խոտանի վրա։ Այն մյուսի արած անգրագիտության դու անունը դնելով կիսում ես այդ անգրագիտությունը։ Դա չի երաշխավորում, որ այս մասն ես դու գրել։ Դասագրքերը երկրորդ կետ։ Ակնհայտ բաներից եմ խոսում, էլի, որ անժխտելի է եւ ապացուցելի է։ Երրորդը Ժան Անդրեասյանը այսքան ժամանակ ես բարձրաձայնում էի թանգարանի շուրջ ֆինանսական այլանդակությունների, փողերի լվացման, գրքերի կորստի, հարուցված քրեական գործերը նորից վերաբացելու գողոնը հայտնաբերելու հույսով հարուցված քրեական մեկ այլ գործը արգելափակումից հանել, որպեսզի գտնենք մեղավորների, դա չի անում։ Նաև ֆինանսական փաստաթղթեր իմ ստորագրությամբ ոչնչացվել է եւ թանգարանի օրինակը մայր եւ Հայաստան համայնքական հիմնադրամ, չկան դրա, հետաքննություն չի կատարել։ Եվ այնտեղ նաև 4-րդ կետ կա կապված մեծն Snoop Dogg-ի համերգի գումարներ, որը նախարարը հիշեցնում եմ, որ մամուլի լրատվամիջոցների հետ հանդիպան ժամանակ հայտարարեց, որ այդ գումարը պետք է հետ բերվի պետբյուջե, հասարակությունը, լրատվամիջոցները այդպես էլ չհասկացան ինչ մեխանիզմով դա հետ բերվեց, եթե դա բերվել է հետ, էլի կոռուպցիա։ 4 պարզ օրինակ, որի հետ մենք առնչվել ենք, այսինքն հանրային ելույթներ, խոսք եւ փաստեր, որ դրանք տեղի չեն ունեցել կամ տեղի ունեցել կոպտագույն խախտումներով հայ գործող օրենքների։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Դեմոյան, հուսամ մեր զրույցը թեկուզ փոքր, բայց ստապության կոչ կլինի մեր հանրությանը։ Շնորհակալ եմ։ Հուսանք, բայց Գործենք, այո։ Ձեզ շնորհակալություն մեզ հետևելու համար, սիրելի հետևորդներ, ես հիշեցնեմ, որ այսօր բացառիկ հարցազրույցի շրջանակում զրուցում էինք պատմական գիտությունների դոկտոր Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։